Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահ, ով է փոխարինելու նրան հայ-թուրքական բանակցություններում։ Կոշտ հայտարարություններ Ադրբեջանից, ինչ է պահանջում Իլհամ Ալիևի օգնականը։ Խորհրդարանն ընտրում է փոխնախագահներին, ինչ է կատարվում այս պահին նիստերի դահլիճում։ Նոր կառավարություն 5 կազմով, ով է միակ նոր նախարարը։ Դոնալդ Թրամփը նոր մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին, ինչու է նա Թեհրանին մեղադրում երկերեսանի քաղաքականության համար։ Այս պահին ընթանում է հունիսի 7-ի ընտրության արդյունքով ձևավորված նորընտիր ազգային ժողովի նիստը։ Օրակարգում ազգային ժողովի փոխնախագահների ընտրությունն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից այդ պաշտոնին առաջադրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, իսկ ընդդիմության քվոտայով Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Այս պահին ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Քաղաքացիների, տվյալ համայնքի քաղաքացիների հարցման հետևանքով եւ այդ քաղաքացիները իրենք են բարձրաձայնում իրենց խնդիրները, որի հետևանքով կազմվում է առաջնահերթությունների ցանկ եւ համայնքի բյուջեի եւ պետության աջակցության միջոցով իրականացվում են աշխատանքները ըստ հերթականության։ Մենք այդ աշխատանքները կատարում ենք ու շարունակում ենք կատարել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո, 2021 թվականի անմիջապես ընտրություններից հետո եւ դա դիտարկել որպես վարչական ռեսուրս կամ ինչ-որ բան ընտրություններից առաջ, կարծում եմ միամտություն է, որովհետև անկեղծ լինենք, նման աշխատանքները երբեք էլ մեր կողմից չի դադարել եւ անձն աչքով էլ ովքեր որ առաջին անգամ են որևէ համայնք այցելում, դա կտեսնեն։ Ինձ վերաբերվում է օրինակ մեր մերձավոր հարազատներին կամ ինչպես ասում եք մերձավորներին, սիրելիներս 2021 թվականին էլ 2026 թվականին էլ մեզ մեծամասնությունը ընտրել է։ Նշեմ, որ նոր խորհրդարանի երկրորդ աշխատանքային օրը նույնպես անցել է լարված մթնոլորտում։ Ինչ հարցերի շուրջ են ծավալվել ամենաթեժ քննարկումները եւ ինչ ուղերձներով են հանդես եկել քաղաքական ուժերը, ռեպորտաժում։ Պարոն Կարապետյան, դուք ձեզ համար։ Ով է ձեր վեհապարը, Կտրիշ Ներսիսյանը։ Կտրիշ Ներսիսյանը։ Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա։ Լարված մթնոլորտում մեկնարկեց ազգային ժողովի աշխատանքային երկրորդ օրը։ Նիստը վարող Կնյաս Հասանովը մի քանի անգամ փորձեց հանդարտեցնել պատգամավորներին, սակայն բանավեճերը չդադարեցին։ Հետո Ծառուկյանի կուսակցությունից խլած կամ ընդդիմադիրների բնորոշմամբ գողացած ձայների մասին քննարկումներով շարունակվեց նորաստեղծ խորհրդարանի աշխատանքը։ Ինչպես ասում են, 3 բանի անվերջ կարելի է նայել։ Հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ թե ոնց է ԿՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։ Սուս մնացեք ժողովուրդ ջան, դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք։ Երեք երևույթի անվերջ նայելուց բացի Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում ներկայացրեց 3 առաջարկ։ Առաջինը վերաբերում էր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին։ Նրա խոսքով, եթե լարվածությունը չհաղթահարվի, առաջինը կտուժեն գյուղատնտեսներն ու արտահանողները։ Նրա գնահատմամբ վերջին 8 տարում նրանց վարկային բեռը եռապատկվել է եւ արտահանման շուկաների փակման դեպքում հազարավոր գյուղատնտեսներ ու արտադրողներ պարզապես կսննկանան։ Նրանց տներն ու սեփականությունը կանցնեն բանկերին։ Կարապետյանի համոզմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով։ Երկրորդ առաջարկը։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Կարապետյանը հիշեցրեց, որ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները չեն կարող հող գնել։ Երրորդ առաջարկով Կարապետյանն ընդգծեց, որ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը չպետք է տեղի ունենա Հայոց ցեղասպանության թեման երկրորդ պլան մղելու կամ դրա հաշվին։ Այս համատեքստում նա նաև հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի աջակցելու Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահ ընտրվելու հարցում, հաշվի առնելով Ռուբինյանի կապը Թուրքիայի հետ, սակայն դա չխանգարեց, որ Ռուբինյանն ընտրվի ազգային ժողովի նախագահ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ։
Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Ռուբինյանի Թուրքիայում բանակցություններին մասնակցելու թեման դարձյալ քննարկման նիստում էր։ Ի պատասխան ԿՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկին խոսեց ընդդիմության օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ մեղադրանքների մասին։ Ձեր քաղաքական թիմի առաջնորդի անձնագրի մեջ է օտարերկրյա հատուկ ծառայության անուն գրած IC FSB։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին հարցեր բարձրացրեց Ռուբեն Ռուբինյանի եղբոր կարիերայի վերաբերյալ։ Նրա խոսքով վերջինս բարձր պաշտոններ է զբաղեցրել Ամիո բանկում եւ Viva Armenia-ում։ Գրիգորյանը նաեւ հիշատակեց Արարատ Միրզոյանի ընտանիքի անդամների նշանակումները եւ հայտարարեց, որ իշխանության հետ տարաձայնություններ ունեցած գործարարների նկատմամբ սկսվել են քրեական հետապնդումներ։ Ում նկատմամբ հարուցել քրեական գործ բացառապես պայմանավորված է նրանով տվյալ մարդը քաղաքականության մեջ է, թե չէ, եւ ինչպիսի դրսևորումներ այն ունի, որովհետեւ բազմաթիվ մարդիկ, ում վերաբերյալ դուք դիրքորոշումներ եք ունեցել ու վատ առումով դիրքորոշումներ, բայց եթե այդ մարդիկ հիմա ձեր կողքին են, իրենք ընդհանրապես խնդիր չունեն։ Իրենք դառնում են օլիգարխից միանգամից խոշոր սեփականատեր ու դրանով ավարտվում է։ Թիրախում բացի Ռուբինյանի եղբորից նաև Կոնջորյանի եղբայրն է, պատգամավորները հերքեցին նրա կնոջ աշխատանքի եւ արձակուրդության վերաբերյալ հրապարակումներով։ Իմ կինը Հայփոստի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել։ Ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է Հայփոստ ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը Հայփոստի տնօրեն չի նշանակվել, պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է Հայփոստում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է Հայփոստ ընկերության տնօրեն։ Բայց խորհրդարանի օգոստոսի 3-ի աշխատանքային օրն ավարտվում է մեկ լավ լուրով։ ԿՊ-ական Սարիկ Մինասյանը խոստանում է չհայհոյել, ասում է, եթե հարկ լինի, պարզապես կանիծի։ Եթե օրինակ լարված իրավիճակ տեղում ունենա, կհայհոյեմ, թե չէ։ Չէ, կանիծեմ։ Իդեպ Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ազգային ժողովի նախագահ է ընտրվել միայն իշխող խմբակցության ձայներով։ Իր ելույթում Ռուբինյանը խոստացել է բոլորի համար նախագահ լինել, առաջարկել է սկսել զրոյական կետից եւ խորհրդարանում բանավիճել ծեծի եւ քաշքշուկների փոխարեն։ Ինչպես գիտեք, ազգային ժողովի նորընտիր նախագահը մինչ այս զբաղեցնում էր փոխխոսնակի պաշտոնը։ Զուգահեռ նաև ներկայացնում Հայաստանը հայ-թուրքական կարգավորման գործընթացում առնվազն 4 տարի։ Նա իր առաջին ճեպազրույցում հայտարարել է, որ չգիտի, թե ում կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնաց, քանի որ այդ հարցը կառավարության որոշելիքն է։ Ռուբինյանը անդրադարձել է նաև հայ գերիների խնդրին։ Գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են դրա մասին, թե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել իր նախապայմանները։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվեն իր ձևակերպմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթները։ Նրա խոսքով միայն դրանից հետո Ադրբեջանը խնդիր չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ամբողջությամբ ձևավորվել է նաև կառավարության կազմը։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել էր ավելի վաղ, կադրային մեծ փոփոխություններ չի արել։ Փոխվարչապետներն ու նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Կառավարության միակ նոր նախարարը Դավիթ Թադևոսյանն է, որը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։
Քաղաքային խնդիրների մասին։ Երևանի բազմաթիվ բակերում աղբամանների կողքին օրերով կարելի է տեսնել հին բազմոցներ, ներքնակներ եւ շինարարական այլ աղբ։ Այդ ամենը սովորական աղբատար մեքենան չի հավաքում։ Արդյունքում բակերն ու փողոցները վերածվում են աղբավայրերի։ Ով է պատասխանատու խոշոր աղբի տեղափոխման համար, ինչու գործող համակարգը չի լուծում խնդիրը եւ ինչ լուծում է առաջարկում քաղաքապետարանը, ռեպորտաժում։ Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց ու անգամ ճամպրուկ։ Ինչ ասես չես տեսնի Երևանի աղբարկղերի կողքին։ Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբարկղերում, քաղաքացիները դնում են դրանց կողքին, հաճախ չիմանալով, թե ում դիմեն, որպեսզի չմնա բակում։ Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջաններում մատների վրա կարելի է հաշվել աղբամանները, որոնց կողքին կուտակված շինաղբ կամ կահույք չկա։ Այն վաղ տեղ կար, տանում էիր, թափում էիր։ Իսկ հիմա դե փակվել է, տարածքը տեղ չկա, երևի չեն ում ուր տանեն թափեն, բերում են լցում ես դե։ Շատ հաճախ եմ նկատում, ահա որ վրդովված եմ, քանի որ աղբի աշխատողները պարտավոր չեն այս աղբը վերցնեն։ Ու բանը դրանումն է, որ երբ են բերում, երբ են գցում, նույնը Խաչատրյանի վրա է։ Մի երկու օր առաջ տեսել եմ էլեկտրական ինչ-որ մեքենաներ են, բաց։ Ես չգիտեմ ինչ էր, այս աղբը դա է թափել։ Թափթփուկների մեկն են էլի, այս ինչ է, այս վիճակը, այն վիճակը, ուրիշ ինչ։ Սա աղնույն Զիբիլանոսն է։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ը խոշոր աղբի տեղափոխման համար պատասխանատվություն չի կրում։ Մեր տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են ՀՕԱԿ-ի աշխատակիցները աղբի տեղափոխման ժամանակ աղբամանից կահույքի մասեր նետում։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ն այս պահին տնօրեն չունի։ Օրեր առաջ ՀՕԱԿ-ի տնօրենի պաշտոնից Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար նշանակված Սաշա Կատվալյանը բացատրում է. Երևանի բնակիչները վճարում են բացառապես կենցաղային աղբի տեղափոխման համար, իսկ շինարարական եւ խոշոր աղբ գեներացնելու դեպքում քաղաքացին իր միջոցներով պետք է նուբարաշեն տեղափոխի աղբը։ Միաժամանակ խոշոր աղբի հեռացման հարցերով քաղաքապետարանի հետ մինչև տարեվերջ պայմանագիր ունի Դավարս ընկերությունը։ Վարչական շրջանի կոմունալ բաժինները տեղեկացնում են Դավարս ընկերությանը, որ մենք այս հասցեներում ունենք շինակ, բայց քանի որ Դավարս ընկերությունը ինքը եւս գիտի, որ մինչև տարեվերջ սպառվում է այդ պայմանագիրը, ըստ էության նաեւ ունի տեխնիկական խնդիր, համապատասխան քանակի ավտոմեքենաներ եւ տրակտորներ չունի, որի արդյունքում այս խնդիրների առաջ է գա։ Իրենց ռեսուրսը այս բան չի բավականացնում քաղաքում առկա խնդիրը լուծելու համար։ Տասնյակ աղբամաններից մեկի մոտ տեսանք Աջափնյակի կոմունալ բաժնի աշխատակիցներին, որ կարգի էին բերում աղբամանների շրջակայքը։ Մեր ընտրությունն ու ցանկությունն է մաքրել տարածքը, ասում են աշխատակիցները։ Դե թող մեքենա հատկացնեն գանտանեն, այս ինչի նման է։ Դե մենք ինչ անենք, մեր գործը չի բացանում ենք, որպեսզի մաքուր մնա։ Դավարս ընկերության եւ Երևանի քաղաքապետարանի միջև վերջին պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի 26-ին։ Համայնքը 22 միլիոն դրամ է ծախսել, որի դիմաց ստանում է նման պատկեր։ Սակայն հաջորդ տարվանից Երևանն այլևս չի վճարի Դավարս ընկերությանը։ Կատվալյանը փոխանցեց համայնքն ինքն է զբաղվելու խոշոր աղբի տեղափոխման հարցերով։ Արդեն ձեռք է բերել բեռնատար մեքենաներ ու տրակտորներ, որոնք մոտ ամիսներին կհասնեն Երևան։ Մինչ այդ, սակայն, հին կահույքն ու շինարարական թափոնները շարունակում են օրերով, երբեմն էլ շաբաթներով մնալ բակերում, վերածելով դրանք աղբավայրերի։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել Իրանի հասցեին։ Նա մեղադրել է Թեհրանին երկերկերեսանի քաղաքականության համար, պնդելով, որ Իրանը մի կողմից փակ բանակցություններ է նախաձեռնում, մյուս կողմից հրապարակավ հերքում դրանք։ Թրամփը գրել է, թե Իրանը հանդիպումներ ու բանակցություններ է խնդրում, սակայն հետո հայտարարում է, թե նման քննարկումներ չկան եւ իրենք միայն Օմանի հետ են գործակցում։ Թրամփը խոսել է նաեւ Հորմուզի նեղուցի մասին, պնդելով, որ այն ամբողջությամբ վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերը։
Մինչ Թրամփը խոսում է Հորմուզի նեղուցի անվտանգության մասին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանը եւ Օմանը բանակցում են Հորմուզի նեղուցով միասնական ծովային միջանցք ստեղծելու շուրջ։ Նրա խոսքով նախատեսվում է միավորել Օմանի տարածքային ջրերով անցնող հարավային եւ Իրանի տարածքային ջրերով անցնող հյուսիսային երթուղիները, ստեղծելով մեկ երկկողմանի անցուղի։ Այն նախատեսվում է որպես ժամանակավոր լուծում մինչև մշտական նավարկության երթուղու հաստատումը։ Պաշտոնական Թեհրանը հայտարարություն է արել նաև Ուկրաինայի վերաբերյալ։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ էր հարվածել Ուկրաինայի 3 օբյեկտի։ Նրա խոսքով այդ որոշումը կայացվել էր, երբ հուլիսի 25-ին ուկրաինական ուժերը հարձակվել էին իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, ևս մեկը վիրավորվել։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-ից 36, իսկ երեկոյան 23-ից 25 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։ Կհանդիպենք։